Իրանն ու Հայաստանը խորացրել են հարաբերությունները 2024 թվականին Արցախի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բախումների 3-րդ ալիքից հետո եւ վերջերս զորավարժություններ են անցկացրել սահմանին։ Ինչպես հայտնել է Long War Journal-ը, զորավարժությունների նույն օրը Իսրայելի եւ Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել են Ադրբեջանում, քննարկելու Սիրիայում ռազմական կարգավորման հարցերը, որտեղ Իսրայելը հարվածներ է հասցրել առնվազն 3 թուրքական ավիաբազաների Անկարայի ռազմական ներկայությունը կանխելու համար։ Թուրքական աղբյուրները հայտնել են, որ ջանքեր են գործադրվում Իսրայելի հետ ապագա բախումներից խուսափելու համար։ Թուրքիան ամեն ինչ անում է փոխարինելու Իրանին Կովկասում եւ Սիրիայում, որտեղ Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբները տապալեցին Բաշար Ասադին, որին Իրանը երկար ժամանակ աջակցում էր։ Ընդ որում Սիրիայում նվազեցվել է իրանական ազդեցությունը։ Հայաստանը հնարավոր է դարձել է Իրանի վերջին լծակը Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, նշվում է հոդվածում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել ԵՄ-ին Ռուսաստանի նկատմամբ նոր ամենածանր պատժամիջոցներ սահմանել։ Ես Եվրամիությանը կոչ եմ անում ամենածանր պատժամիջոցները սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի խեղդեն նրա տնտեսությունը եւ թույլ չտան նրան ամրապնդել իր ռազմական դիրքերը, ասել է նախարարը։ Բարոնը նաեւ հայտարարել է, որ ոչ միայն ԵՄ-ն, այլև ԱՄՆ-ն կարող են օգտագործել պատրաստի պատժամիջոցները, որպեսզի ստիպեն ռուսական կողմին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինայի ԶՈՒ-ն ընդունել է ռազմաճակատում ռուսական բանակի տեխնոլոգիական առավելությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը։ Իմ կարծիքով ռուսական կողմն այսօր իսկապես տեխնոլոգիապես մեզանից լավ է հագեցված, իրավիճակը գնահատել է զինծառայողը։ Ուկրաինական զորքերը, ըստ զինվորականի, իրական պաշտպանություն չունեն այն ամենից, ինչը ամենամեծ կորուստներն է բերում՝ անօդաչու թռչող սարքեր, հետախուզություն եւ հրետանի։ ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան պատրաստվում են ստորագրել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր։ Մայիսի 19-ին կայանալիք ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական սպառնալիքների ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Ըստ հրապարակման, Թրամփի վարչակազմի գործողություններով առաջացած գլոբալ անկարգությունները ուժեղացնում են Բրյուսելի վճռականությունը, ստորագրելու պաշտպանության եւ անվտանգության պայմանագիր Լոնդոնի հետ, որը թույլ կտա բրիտանական ընկերություններին մասնակցել զենքի համատեղ գնումներին։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցելու ԱՄՆ նախագահի սպառնալիքները եւ Ռուսաստանին ուղղված նրան նախաձեռնությունները ստիպել են եվրոպական երկրներին հավաքականորեն վերազինվել եւ ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը։ Նրանք նաև քննարկում են ուժերը միավորելու հնարավորությունը, պաշտպանելու Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ հնարավոր խաղաղ համաձայնագրից հետո։ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավորած կամավորների կոալիցիան ճանապարհ է հարթել հաջորդ ամիս գագաթնաժողովում պակտի ստորագրման համար։ Աղբյուրը նշել է, որ այս համաձայնագիրը ուղղակի անհրաժեշտ է հաստատելու բրիտանացիների վերադարձը համատեղ համագործակցությանը։ Հոլիվուդը դադարել է պրոպագանդել բազմասեռականությունը եւ այժմ վերադարձել է ընտանեկան արժեքներին, գրել է Ֆիգարոն։ Ըստ պարբերականի, կինոընկերությունները կրճատում են ոչ ավանդական կողմնորոշում ունեցող հերոսների մասնակցությամբ ֆիլմերի եւ սերիալների թիվը եւ ավելի հաճախ են անդրադառնում կրոնական թեմաների եւ գյուղական կյանքի մասին պատմություններին։ Նման փոփոխությունների պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն է։ Դիսնեյը հրաժարվել է երեխաների համար մուլտֆիլմում տրանսգենդեր կերպար ավելացնել, իսկ Amazon եւ Netflix սթրիմինգային ծառայություններում պրեմիերաներ են անցկացվել աստվածաշնչյան սյուժեների հիման վրա։ Նշվում է նաև, որ Հոլիվուդը ստիպված է հարմարվել Թրամփի քաղաքականությանը, չնայած դեմոկրատների աջակցությանը եւ նրանց հռչակած լիբերալ արժեքներին։